Ինչպես եք։ Պարոն Սափյան, ասում են դուք կոնկրետ Թալինից բազմաթիվ մարդկանց եք Հարցազրույց չեմ տալիս։ Ով է ասում, ով է ասում։ Մամունն էլ գրել։ Ով է։ Այստեղ էլ կային բնակիչներ, Դուք տեսեք, ամենան հարգանքով ձեզ, տեսեք, ամենան հարգանքով ձեզ։ Դուք կարմիր գծերը արդեն ասում եք։ Մենք ենք ասում։ Այո, մի հատ ասեմ ինչու։ Այսօր հրապարակ օրաթերթից զանգահարում են մեր վարչական ղեկավարներին եւ ներկայանում են կենտրոնական շտաբի աշխատող եւ ասում են պարոն Սափյանը ձեզ չի ասել, չի հրանգավորել, որ գաք մայրաթոր, քանի ոգեք շուշուտ ասեք լրացնենք։ Հիմա դա կարմիր գիծա թե չէ։ Պարոն Սափյան, մենք Ստելը կարմիր գիծա թե մենք չէ։ մեր գործընկերներին այստեղ չենք քննարկում։ Ներողություն խնդրում եմ ձեզ, ներողություն խնդրում եմ։ Լրագրողը կխոսեք իր հետ։ Ամեն դեպքում կարմիր գծերի հատման մասին Եկել եմ մաքրեմ մեր եկեղեցին։ Ինչից եք մաքրում։ Աղբից։ Պարոն Սափյան, օրինակ, տեսեք, կարմիր գծերի մասին եք ասում։ Փաշինյանն էլ մեղադրում բոլոր կարմիր գծերը հատելու մեջ։ Խոսենք։ Չեք վախենում երկնային արքայությունից, չեք վախենում։ Դուք չեք վախենում։ Ես եմ հարցնում, ես Դուք չեք վախենում։ Շատ վախենում եմ։ Հա։ Իսկ եկեղեցին ազատագրել, մաքրել, նշանակա պետքա վախենալ։ Ժողովուրդը։ Իսկ ով է ձեզ կարգ է, որ դուք կարմիր գծեր անցնեք։ Մի հարց էլի, բարենորոգում կայքում Նշանակում է, որ այդ բեջերը, որ ամրացված է ձեր դոշերին, ձեր ամենից ձեզ կարելի, հա։ 424 քաղաքացի եք։ Ստեյցանից երկու մեկ հոգու է ամեն ինչ Ես դեռ չեմ ուզում վիրավորեմ, էլի։